Պարոն Միրզան, ձեզ մի քանի հարց տանք ներելի Տիկին Գասպարյանն այսօր գնացել է ընտրության։ Հա, մասնակցել է։ Ում է ձայնը տվել, որ ուժին է ձայնը տվել։ Որ էջմիածնի համար կամ Որ զրուցում եք այսօր։ Հա, գաղտնի է, քարոզարշավի ընթացքում կարողացա վերլուծել ում պետքա ձայն տա։ Կմիտ հարցերի չպատասխանել։ Չէ, ընտանիքով չեք քննարկել, այլ լավ էջմիածին ունենալու համար, որ թե քա։ Ակտիվ բան չէ, հասարակ քաղաքացիպես ոնց որ մնացած բոլոր էջմիածնիցիները մնացել են։ Դե որպես հասարակ քաղաքացի ուզում եմ ասեմ որպես քաղաքացի, որը կուզի լավ էջմիածին ունենա, բարեկարգված էջմիածին ունենա, ունեիք այդ ուժը նախընտրելի, ում կարելի է տալ։ Կարամ դրանից ես պատասխանեմ, էլի Դիանա Գասպարյանի ժամանակահատվածում այդ ամեն ինչը կար։ Ոնոմա հիմա շարունակվում է։ Չունի ալիստի մեխանիկանը, թե ոնոմա շարունակվում է։ Դիանա Գասպարյանը իր ժամանակահատվածում շատ բան արել էջմիածնի համար։ Ինքը կարող ասեմ ալիստի մեխանիկանը իր խոյ համայնքում արել, իմաստելով կընտրվի, ոնոմա շարունակի։ Պարոն Միրզան, չի փոշմանել Տիկին Գասպարյանը, որ հրաժարական է ներկայացրել։ Լեգի իր հորատորը չէ կամ պապական։ Մերը պետքա չլներ, նորմալ է։ Դե ոչ թե ժամկետն է ավարտվել, այլ հրաժարական է ներկայացրել։ Ժամ ինքը պաշտոնավարել է։ Հիմա նպատակը չենք գտել, որ պաշտոնավարի հրաժարական է տվել։ Մենք տանիքով ենք զբաղվում։ Բայց գործերով դուք ուզում եք ընդդիմությունը հաղթի, թե իշխանությունը, էլի մի հատ հասկանանք։ Դե նայեք, ասում են հիմա էջմիածնում երկու տեխնոջի ամրցակցության մեջ, Սևակ Խաչատրյանն ու Արգիշտի Մեխակյանը։ Երկուսն ինձ մոտիկ են։ Երկուսի հետ շփում ունեմ, շատ մոտիկից երկուսին ճանաչում եմ։ Ես երկուսին էլ ոնց ասեմ, դες որ ճիշտ լինի, էլի, երկուսի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ։ Որն էլ էջմիածնությունը ձայն կտա, դուրն էլ ընտրվի ինչ է։ Երկուսին էլ աջակցել եք։ Ես չեմ աջակցում, ես իմ ձայնը գնում եմ բամ հանուն որ էջմիածնի։ Այդ հարցին չպատասխանեմ, էլի։ Եթե շատ եք ուզում, կարող եմ պատասխանել, ինչ չի, ես մի բանից քաշվում եմ կամ ինչ-որ մեկից։ Չէ, հետաքրքիր է, օրինակ, ձեր կնոջից հետո ով կկարողանա լավ ղեկավարել էջմիածին, ըստ ձեզ, որտեվ եթե երկուսը Մեխակյանն կարա, Սևակ Խաչատրյանն էլ, ով կհաղթի, թող ինչ է եղավ։ Ես նշի այդ քաղաքական, չգիտեմ, էլի process-ները մենք էջմիածնեցի ենք, վաղ 5 տարի հետո, 10 տարի հետո իշխանությունները կարող մնան, կարող փոխվել, բայց Սևակը, Արգիշտը մնացածը մենք այս քաղաքում ամրելու ենք, իրարից ենք նայելու։ Ճիշտ կլինի, որ ամեն ինչ չափի մեջ լինի։ Կամուրջները թող ոչ մեկ չայրեն։ Որտեղ այս քաղաքում ապրում են բոլորն։ վարչական ռեսուրս կիրառվեց, ըստ ձեզ, պարոն Միրզան։ Քարոզարշավին հետևել եք, ինչ իրավիճակ։ Չեմ հետևել։ Չեք հետևել։ Աշխատել եմ չեզոք դիրքում, չեմ հետևել։ Չեմ խառնել։ Շփվում եք էջմիածինցիների հետ, ինչ են ասում, օրինակ, ինչ կարծիք ունեն ձեր կնոջ կառավարման ժամանակահատվածում եւ այս կարճ ժամանակահատվածում Մեխակյանի։ Պատասխանում եմ 2018 թվականին Դիանա Գասպարյանը բոլորն գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի Վարկանիշով Նիկոլ Փաշինյանն այո, նրա թիմակիցը լինելով, հա, ընտրվել է։ Հակառակ դեպքում 18 թվականին չէր ընտրվել, բայց 21 թվականին բոլորն էլ գիտեն, որ ասենք ինքը իր ռեյտինգով, իր աշխատած տարիներին ինքը իրանով ու մնացած մեր ամեն ինչը ինքը ընտրվել է։ Դրանով ամեն ինչ ասված է։ Պարոն Միրզան, այս հարցը պետքա տան, որ էջմիածինցիների շրջանում է շրջանառվում, ասում են, որ Տիկին Գասպարյանը մոտ 3 տարի իդեալական ղեկավարում էր էջմիածինը, բայց երբ որ արդեն ձեզ ծանոթացավ, շփվեց, ընտանիք կազմեց եւ այլն, թերացավ իր աշխատանքներում։ Որքանով եք ճիշտ համարում այս խոսակցությունները։ Անիմաստ խոսակցությունները պրոստը մեկապարված հայտարարություններ դրանք չկա տենց բան հակառակը ինքը ոնց աշխատել է, դրանից ամեն տարի իր աշխատանքը ավելի լավացել է։ Ավելի կատարել է գործել իր Քաղաքական հետապնդում կա ձեր ընտանիքի հանդեպ։ Չեմ պատասխանում այդ հարցին։ Չէ, քաղաքական։ Ես չեմ։ Առաջվա շփվում եք ԿՊԱ-կանների հետ։ Դուք էլ եք չէ ԱՎԿ-ն անդամ եղել։ Ես իմ մեջ միացնում բոլոր եկել նորմալ մարդկանց հետ շփվում եմ։ Տիկին Գասպարյանը օրինակ մտերիմ էր Սուրեն Պապիկյանի հետ, Նիկոլ Փաշինյանն էր շատ լավ հարաբերություն ուներ նրա հետ, բոլոր կարկառուն ԿՊԱ-կանները լավ հարաբերություններ ունեն, կապ կա։ Հիմա էլ նորմալ է լինի հարաբերությունները կան, չէ։
Իսկ Տիկին Գասպարյան չի ու վերջ էլի, ասենք երեն վախապես կարող է քաղաքական ամեն օր այդ հանդիպումները չլինի, բայց էլի քաղաքական թիմի անդամ է, հիմա է ԿՊ-ից է Տիկին Գասպարյանը, բայց շփումը դեռ քաղաքապետ չի, ինքը իր ընտանիքով է զբաղվում իր երեխայով։ Իսկ Տիկին Գասպարյանն է ում ձայնը տվեց, չեք բացահայտի, որ Էջմիածինց։ Արգիշտի Մեխակյան իր թիմին պետք է տա էլի։ Մտերիմ հարաբերությունը պահպանվում է, որտեղ իրենք մտերիմներ են եղել։ Լրիվ դες անկեղծ ասում եմ, էլի, ես ոչ այդպես խառնված եմ այն ընտրություններին։ Ոչ էլ մենք մեր գործերով, ես իմ ընտանիքով, իմ երեխայով, իսկ մնացածը, ասեցի, նորմալ, ոնց որ հասարակությունացած մարդիկ եկել ենք մեր ձայնը տալու։ Ճնշումներ կան ձեր ընտանիքի վրա, որտեղ ձեր բոլոր ընտանիքի անդամները քրեական գործերով անցնում էին։ Ճնշում չկա։ Ով է ամեն ինչը նորից եմ ասում։ Կազմակերպել է, վերջում կերևա, որ քուչի։ Ով է կազմակերպել, պարոն Միրզյան։ Իշխանություն, եթե դուք ուզում եք իմանալ, իշխանությունները չեն կազմակերպել, կարող է ինչ-որ անհատ մի քանի հոգի Սարքել են Տիկին Գասպարյանին։ Այդ չեմ կարող ասեմ, իշխանության անդամ չէ, կամ կողքից ասենք կոալիցիոն այդպես ինչ-որ այդպես իրանց դրած քաղաքագետ են, չգիտեմ ես ինչ են, Փորձեն սեվացնել Տիկին Գասպարյանին։ Առաջիկայում կպարզվի։ ԿՎ-ով ապացուցել է, որ Տիկին Գասպարյանին երկու անգամ ընտրել է։ Առաջիկայում կպարզվի, որ արդար էր ձեր ընտանիքը Տիկին Գասպարյան։ Որը տաճողները ապօրինի չի։ Ապօրինի հաջող չի կարող լինի, ավականիով անցած, համ դիմությունը, համ ընդդիմությունը քվեարկել է մարզպետարանով, սաղ տեղերով անցել է, կադաստրի կոմիտեն էլ գրանցել է, այդտեղ խնդիր չկա, օրինական հաջորդ։ Իրավապահ մարմինները կանչում են դեռ ընտանիքի անդամները, գնում եք, հարցաքննություն է ընթանում, դուք էլ եք հարցաքնվել, Տիկին Գասպարյանն էլ, ձեր հայրը, մայրը։ Երեխայիցս բոլորը հարցաքնվել են։ Եվ տեսնում եք արդյունքը վերջում, ինչ է սպասում ըստ ձեզ։ Արդարացում ձեր ընտանիքի անդամները։ Միանշանակ, այդտեղ ոչ մի բան չկա։ Ոնց որ ուրիշ բաների մեջ էին ինձ մեղադրում, պարզվեց, որ ես չկամ, ինչա իմ գազալցակայանի օրս պատկանում գազալցակայանում է։ Կրակոցներ։ Հա, մենք չենք եղել, մենք երկրում էլ չենք եղել, անցած անգամ ասել եմ, պարզվեց, ով ոնց ներկայացրել էր տարբեր երանգներով, հետո պարզվեց, որ մենք կապ չունենք դրա հետ։ Եթե կապ ունենա, հիմա այստեղ կանգնած չի լինի, ձեր խոսալուց չի լինի։ Բնա ասածն ինչը որ արել են, էլի վերջում կերևա, որ մենք ընդհանրապես կապ չունենք։